Բարոյ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարոյ պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ մեր տաղավարում եք։ Փոխադարձաբար ես։ Պարոն Սաֆարյան, դուք ակտիվ եք հասարակական կյանքում եւ ուզում եմ հասկանալ ընտրություններին այս պահին ինչ ձևաչափով եք ձեր մասնակցությունը ընդհանրապես արձանագրում։ Ճիշտ կլինի այս հարցը տեղափոխենք ամենավերջում, հա, եթե որովհետեւ դա այդքան էլ էական չի, չնայած իմ ակտիվությունս նվազագույնը կարող եմ ասել, բերելու է նվազագույնը 100,000-ից ավել ձայն, նվազագույնն եմ ասում ես, իմ հարազատ Ավան համայնքում, որտեղ 7 անգամ ընտրությունների ժամանակ եղել եմ շտաբի պետ, տեղահանված բնակիչների շրջանում, իմ ուսանողների շրջանում, այն տասնյակ հազարավոր իմ ծանոթ ընկեր բարեկամների շրջանում, որտեղ ես անպայման ունենալու եմ շատ մեծ ուրեմն քաղաքական ակտիվություն։ Լավ, այդ դեպքում կքննարկենք հաղորդման վերջում։ Հիմա անդրադառնանք ընդհանրապես հետևում եք քարոզարշավին, ինչ տպավորություններ ունեք եւ քանի որ միշտ ուշադրության կենտրոնում եք պահել խոշոր ուժերին, այսպես ասած, օրինակ Ռոբերտ Քոչարյանին, Վեդույում նախընտրական ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս իշխանությունները այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ եւ իրենց բոլոր մեղքերը փաթաթում են Մոսկվայի վզին, հաշվի չառնելով մեր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական առումով։ Եվ նրա խոսքով Ռուսաստանը չի ուզում քաղաքացիական պայմանագրի կամ Փաշինյանի պատճառով ցավեցնել հայ ժողովրդին, բայց նախագահից սկսած ժողովրդին հորդորում է սթափվել, քանի որ համբերությունը հնարավոր է հատի։ Ինչի մասին է այս հայտարարությունը։ Դուք այնպիսի հարց բարձրացրեցիք, որ ես ստիպված տիկի Մարի պիտի ասեմ, որ եկեք ես մի հարցով, մի պատասխանով անդրադառնամ Քոչարյանի գործունեությանը, այս քաղաքական ուժի, նոր շատ հպանցիկ 3 րոպեում կանդրադառնամ հաջորդ 2 եւ մնացած քաղաքական ուժերի գործունեությանը նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, որոնք կարող են ուրեմն մեծ աշխատանքների դեպքում հաղթահարել ուրեմն նշաձողը կամ շեմը։ Ինչու եմ այս հարցը ձեզ ուղղում, որտեղ ասում եմ ամեն ինչ արել է այս իշխանությունը ամենավատ բանը հայ ժողովրդի, մնացել է սովի միայն մատնի եւ խոսում է, որ մենք դրանով դաշնակիցներ են կորցնում այս վատ բանը։ Հիմա ես ասեմ հետեւյալը։ Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի բարոյապես եւ իրավական առումով եւ նաեւ որպես ոյին զինվոր խոսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Նա 2 անգամ իր անձնական մոլուցքով, իր անձնական վրեժխնդրության զգացումով 2 անգամ տապալել է Արցախի Լեռնային Ղարաբաղի պետական իշխանությունները։ Առաջինը 1992 թվականի ապրիլին Արթուր Մկրտչյանի առաջին Գերագույն խորհրդի նախագահ եղերական սպանությունից հետո, որը մինչև հիմա խորհրդավոր առասպելական ուրեմն հանգամանքներում դա տեղի ունեցել, մինչև հիմա չի բացահայտվել, որից հետո 2 ամիս հետո նրանք լուծարեցին, ոչ թե լուծարեցին ազգային ժողովը Սամվել Բաբայանի գործում մասնակցությամբ, քանի որ այն ժամանակ Սամվել Բաբայանը արդեն ընդգծված հեղինակություն էր որպես ազգագրական պայքարի գործիչ, այդպես էլ կա իհարկե Ռոբերտ Քոչարյանը հռչակվեց Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ։ Երկրորդ անգամ 2023 թվականին օգոստոսին հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը մութ ուժերի կողմից Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ Արցախի նախագահի աթոռին նստեց Ոմն Շահրամանյան, որը եղել է մի շարքային ԱԱԾ-ական հարկայինի շարքային մի չինովնիկ, հրահանգիչ, կաշառակեր, տեսուչ, բարիս բուն իմաստով եւ այսօր էլ ապօրինի կերպով գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում դավադիր ուժերի խամաճիկը եւ գործիքը լինելով չեմ զլանում ասել շահարկելով մեր բազմահազար զոհերին, շահարկելով Եռաբլուրը, որը ինքը բացարձակապես ոչ մի արժեհամակարգային առնչություն չունի մեր զոհվածների եւ նրանց ընտանիքների հետ, եւ ուրեմն նրա դավաճան ձեռքով լուծարվեց Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այլևս չեմ խոսում, որ այդ դավադիր ուժերն էին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իրենց դարը ապրած
միջնադարյան ճակերտավոր ռազմաֆեոդալական վերնախավի ներկայացուցիչների գեներալների հետ միասին փոխանակ կազմակերպելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ինքնապաշտպանությունը թեկուզ դրա հրավիրելով իրենց ուշադրությունը Արցախում տեղակայված խաղաղապահ ռուսական ուժերին այդ չարեցին Բայց ասում եմ, որ թույլ չեն տվել։ Ինչպես թույլ չեն տվել, որ ուրեմն ես ասեմ, որ 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի լինելը Արցախի Հանրապետություն միայն մեկ հետապնդում ուներ, որպեսզի Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հայկական ուժերը այնտեղ պարտություն կրեն, այդ է վկայում բազմաթիվ գեներալների անգործությունը, ես կասեմ բազմաթիվ գեներալների անգործությունը եւ դրա մասին ես առանձին կասեմ, այլ քիչ առաջ մենք խոսեցինք, չէ, մինչեւ եթերի սկսվելը Ազատազենի տղեկի մասին, որի մեծ մասին ես ճանաչում եմ, փայլուն կերպով վեր են լուծում այդ իրադարձությունները։ Դա հետագայի խնդիր է, հատկապես փաստահավաք խմբի հետ եւ պատերազմ ուսումնասիրող ազգային ժողովի հանձնաժողովի հետ կարելի աշխատել, բայց ես մի բան պիտի ասեմ։ Եթե մենք ունենայինք 2-ից 3 գումարտակ, մարտունակ, տրախտիկ, Ազող, Շեխեր, Կարմիր շուկա, Սարուշեն, դեպի ուրեմն Խերխան, Սղնա հատվածում ես ձեզ հավաստիացնում եմ, որ ադրբեջանցիները, ադրբեջանական զորքը չէր կարող ընտրել այդ ճանապարհը, որը տանում էր դեպի Շուշի։ Ես դա միանշանակ եմ ասում, որովհետև այդ տղաները փայլուն կերպով մասնակցել են, եւս հարյուրավոր մասնակիցներ, աշխարհազորայիններ, բայց սա այլ թեմա է։ Ուրեմն ասեմ նաեւ հետեւյալը 10 տարվա իր նախագահի պաշտոնում գործունեության արդյունքում նախ Ռոբերտ Քոչարյանը կեղծ տեղեկանք է ներկայացրել, որ ինքը բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Միայն այս մեկը հերիք է, որպեսզի ինքը չղեկավարի Հայաստան Դաշինքի քաղաքական ուժը։ Նախ այդ Հայաստան Դաշինքը ես չեմ ընդունում, դա կարող է կոչվել Սպանդի Հայաստան։ Հայաստան բառը Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ մի աղերս չունի։ Ինքը չգիտի ինչ է Հայաստանը։ Ինքը ասում է Նիկոլ Փաշինյանի նորվա կառավարության ղեկավարին ասում է այ համբալ դու Ալիևի դու բանը ինչ գործ ունես մեր ինքնության հետ նախ դու չգիտես ինչ է հայը նախ դու չգիտես ինչ է ինքնությունը իմիջիալոց առաջ անցնելով ասեմ որ Ռոբերտ Քոչարյանը որ ասում է ռուսերին տիրապետում է Ռոբերտ Քոչարյանը նորմալ կերպով չի տիրապետում ոչ ռուսաց լեզվին ոչ հայոց լեզվին ոչ էլ ադրբեջաներենին երեք էլ խոսում էր իր նախարարներից մեկը, որը նախկինում եղել է սոցիալ նախարար եւ ասում է նրա ծնվել է Նիկոլ Փաշինյանը նկատի ունել է արդեն թյուրիմացություն է մարդ, որը մանկատան փողերը գրպանել է եւ անցնում է այդպիսի մի քանի կոռուպցիոն ռիսկերով։ Անցնում 16 համարն է դա Արինոտ բուլետին է, այդպես են ասում։ Եվ ընդ որում ես ձեզ այո, նա է ասում եւ ընդ որում նա նույնիսկ այնքան անգրագետ է, նույնիսկ նա չգիտի, որ Ուկրաինայի նախագահի ազգանունը Զելինսկի չի, այլ Զելենսկի է։ Եվ գիտեք այսպիսի մեր կապարանոց հայտարարություններ ես ինքս ուղղակի ապշած եմ ժամանակի 1-2 տարի առաջ ես գիտեի թե Ղափանի падգամավորուհին նորմալ աղջիկ է բայց այդ Աննա Գրիգորյանը բայց բանից պարզվում է որ այդ մարդիկ ուղղակի ասենց կույր հավատի մոլորված այսպես ասած մինչև վերջ կեղծ հետևողական սկզբունքային եւ այլ գործիչներ են, որը կարծեք թե ուրեմն հուսախաբ է անում մեր ժողովրդին։ Սա մեկ, երկրորդը տնտեսական գործունեությունը նրա, ուրեմն գույք պարտքի դիմացով այդ ռոբոտների գործարանը Մարսը, Մերգելյան ինստիտուտը, չէ, հաշվիչ մեքենաների ինստիտուտը եւ այլը, վերենացել բացարձակ կերպով մետաղի թափոնների եւ ջարդոնների։ Իր գործունեության արդյունքում։ Ուրեմն Կոնյակի գործարանի գործարքը, որ ասում է 30 միլիոնով է Պերնորի կարագնել, սուտ է այդպիսի բան չկա, Կոնյակի գործարանի դիմաց ֆրանսիական կողմը վճարել է $2 միլիոն համարժեք դրամ պայմանով, որպեսզի հաջորդ 28 միլիոնը վճարի առաջիկա 3 տարիների ընթացքում։ Կոնյակի գործարանի տարեկան արտադրանքը $100 միլիոն անցնում է։ Նրանք այդ եկամուտներից են վճարել եւ այդտեղ կա կոռուպցիոն մեծ ռիսկ նվազագույնը տասնյակ միլիոնավոր դոլարներով։ Բացի դրանից, միայն Արարատ բրենդը այդ ապրանքանիշը լեյբլը արժի ներկայումս միջազգային շուկայում նվազագույնը մի քանի $100 միլիոն, որը չի թույլատրում օգտագործեն մեր
կոնյակագործներին, բայց այնինչ ժամանակին մեր կոնյակի գործարանը ունեցել է 7 այդպիսի գործարան, որոնք եղել են մասնաճյուղերը։ Այլևս չեմ խոսում, որ միայն կոնյակի գործարանի ամբողջ շենքային տարածքը եւ ամբողջ այդ արտադրական տարածքը ներկա գներով գնահատում է մի քանի 100 միլիոն դոլար։ Սա մեկ կապված 2008 թվականի ուրեմն գարնանը մեր պահուստները, ոսկու պահուստները փոխարինվեց արտարժույթով, տարադրամով, թղթով շվեյցարական բանկում։ Մի քանի տոննա ոսկին հանվեց եւ փոխարինվեց դրանով, արդյունքում եթե ոսկին այդ ժամանակ արժեր որոշակի գումար 3 անգամ 1 ամիս հետո թանկացել էր։ Այդտեղ կա եւս մի քանի տասնյակ միլիոն կոռուպցիոն ռիսկեր։ Եվ բացի դրանից դրա համար պիտի պատասխանատվություն կրեն անպայման օրվա կենտրոնական բանկի նախագահը Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարարը Վարդան Խաչատրյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Բացի դրանից ես ասեմ, որ երբ որ այդպես խոսում եմ, մեր հակակոռուպցիոն քաղաքականությունից ես ինչու եմ դժգոհնում, Տիգրան Սարգսյանը, դուք գիտեք, Կասկադում կար մի հայտնի ճաշարան, որը կոչվում էր Թեմուրնոց։ Մենք ուսանող տարիներին այդտեղ ենք սրվում, որտեղ տեղակայված էր առնվազն մի տասնյակ տարուց ավել Գաֆէսճեան հիմնադրամը։ Կոպեկներով սեփականաշնորհել է Տիգրան Սարգսյանը, վարչապետը, որ այժմ դա արժի մի քանի միլիոն դոլար։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր կադրային քաղաքականությունից։ Ինչ կադրային քաղաքականության մասին կարող է խոսել, ասում է իմ բոլոր նախարարները ճանապարհ անցած պետական աստիճանակարգով բարձրացած նախարարներ են, ես հարց եմ տալիս։ Տրանսպորտի նախարար Տխրահարչակ, հետագայում ՊԵԿ-ի նախագահ, այնուհետև Երևանի քաղաքապետ Երվան Զախարյանը մինչև 98 թվականը գտնում է հետախուզման մեջ, կոռուպցիայի մեջ մեղադրվող։ Նրա 3 բնապահպանության նախարարները, ուրեմն Արամ Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը եւ Էդվարդ Մադաթյանը հայերեն գրել չգիտեին։ Մարդիկ հայերեն գրել չգիտեին պարզապես։ Ոչ միտեղ էլ չեն աշխատել։ Նաեւ Վարդան Այվազյանը օգտագործելով այդ կայունություն խմբակցությունը ազգային ժողովի։ Ռոբերտ Քոչարյանի տարիներին մենք ունեցել ենք նախարարներ, ասենք ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որը եղել է ոստիկանության աշխատակից եւ որը գողացված առևանգված մեքենաներ էր նվեր ստացել, որի համար կարծեմ ազատեց։ Մինչև հիմա էլ Երևանի տարածքում հող եւ ուրեմն սեփական շենքեր են վաճառում, կոպեկներով սեփականաշնորհված։ Ռոբերտ Քոչարյանի տղաները բանակում չեն ծառայել։ Նրանք ընդամենը ստացել են միայն զինվորական գրքույկներ։ Հիմա ես ասում եմ, ամեն ինչի համար ես պատասխան եմ տալու, հատկապես այս կոռուպցիոն ռիսկերի համար ես դիմում եմ հիմա ուրեմն մեր իրավապահ մարմիններին անպայման ասելով, որ ուշադրություն դարձնեն, թե չէ ես գրավոր եմ դիմելու եւ այնուհետեւ մեր իրավապահ մարմիններից պահանջելու եմ պատասխան, պարտադիր։ Ռոբերտ Քոչարյանը ասում է գնացեք բանակը տեսեք։ Ռոբերտ Քոչարյանը հիմա եթե գնա մեր բանակը տեսնի, չի իմանալու, որ դա բանակ է, որովհետեւ իր ժամանակ ղեկավարած բանակը ունեցել է տեսավորողական սարքեր, ուրեմն պահածոյացված ձկան եւ ուրեմն մսի թիթեղյա տարանների տեսքով։ Նրա ժամանակ մեր պաշտպանական բնագծերը եղել են օգտագործված անվադողերի տեսքով։ Նրա ժամանակ մեր խրամատները եղել են միայն հողի շինություններ։ Բայց ինքն ասում է այդ 10 տարիների ընթացքում անվտանգության խնդիրը չի եղել։ Դա իրենից չի կախված, դա նրանից էր կախված, որ Ադրբեջանը ուշի ուշով նախապատրաստում էր, ինքը ժամանակ էր շահում, ինքը այդքանը չէր կարող հասկանալ, որովհետև ինքը բազային կրթություն չուներ, ինքը կիսագրագետի մեկն է, բառի բուն իմաստով եմ ասում, որովհետև ինքը ընդամենը ավարտել է հերրակա պոլիտեխնիկը եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանության են բերել Արցախում Սամվել Բաբայանը, Հայաստանի Հանրապետությունում նրան իշխանության է բերել Վազգեն Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց կրթությանը երկրորդ նախագահը կարևորություն է տալիս, հատկապես այս ընտրություններից ինքը գիտեք հիմա կրթությանը Գագիկ Ծառուկյանն էլ է տեղ տալիս, կրթությանը բոլորը դրանք շաբլոն բառեր են, բայց այն գործունեությունը, որը ծավալել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը
2018-2026 թվականին դրան էլ կանդրադառնամ, ոչ մի իշխանություն այդպիսի բան, ոչ մի կառավարություն, նույնիսկ դրա 20%-ը չարել կրթության ոլորտում, հուշարձանների պահպանության ոլորտում, որ պիտի այս անբարոյական կատեգորիոսը արածելներ ոչինչ չի արել։ Տեսեք, ես մի քանի օր առաջ զրուցում էի Տիկին Անդրեսյանի հետ, ԿԳՄՍ նախարարի հետ, եւ նա ինձ ասեց, որ վերջի տարիներին պետության միջոցները, որ եկեղեցիներն են վերակառուցվել, Սանահանի համալիրը, Ջերմուկի մոտ գտնվող Գնդեվանքը, Տեղ գյուղի եկեղեցին, այլևս շատ եկեղեցիներ, մշակութային օբյեկտներ, այլևս չեմ խոսում միայն 800 միլիոն դրամ հատկացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնմանը։ Եվ հիմա գիտեք ինչն է ամբողջ խնդիրը։ Այդ վայրահաչությունները, երբ որ ասում են թուրքական իշխանություն, Սորոսի եւ այլ, հիմա ես ասեմ։ Ուրեմն երկիր մեդիան Սորոսից ստացել է գրանտ։ Երկիր մեդիան ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է։ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Սորոսից ստացել է գրանտ։ Սա ձեր հայտարարություններն է, փաստեր ունեք, պարոն Սարգսյան։ Ես կարող եմ նույնիսկ որոշումները տալ ձեզ, դուք ցուցադրեք։ Եթե հերքում կլինի Սիրով, հա։ Ուրեմն սա այսպես։ Հետո որպես մարդ, անգամ եթե Վազգեն Սարգսյանի մայրը 18 օր հացադուլ հայտարարեց իր որդու ձերբակալության հետ կապված Տիգրան Աղդալյանի սպանության խնդիրներով, նա նույնիսկ որպես իր ընկերոջ չէ, ինքը ասում էր իմ եղբայրը եւ այլ կարող էր ընդունել, բայց նա դա էլ չարեց։ Կարող էր ընդունել եւ ասել ձեր տղան հանցագործություն է գործել, կազմակերպել է սպանություն, բայց ես ասեմ, որ սպանության գործով անցնող այդ արցախցի երիտասարդը դա եղել է կրկնակի գործակալ։ Դրանք ավելի շատ նրան դրթել են գնա այդ Տիգրան Աղդալյանի սպանությանը օրվա իշխանությունները։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված ես ունեմ նաև փաստեր կապված իր աշխատակազմի ղեկավարի հետ, որը 3 օր առաջ ինձ ասեց, որ այսօր կամ վաղը Լեոնարդ Պետրոսյանի ճակատագիրը լուծվելու է։ Եվ դրա մասին բոլորը գիտեն, սպանության բանով, ելքով։ Ես դա կարող եմ եւս ասել անպայման, այստեղ որևէ բան չկա։ Ահա այս է եղել նրա գործունեությունը Հայաստանում համատարած թալան, համատարած բանակի կողոպուտ, ուրեմն մայթերի վաճառք, նույն տխրահարչակ Երվանդ Զախարյանի ժամանակ տրամվայի երկաթգծերը ինչպես են հանվել եւ իրացվել, եւ էլի շատ դեպքեր։ Հիմա գանք ասում է, որ ես իմ ժամանակ ընդամենը մի միտինգ ենք ցրել, մի հանրահավաք սուտ է ասում, ստում է, խափում է, նրա ժամանակ տասնյակ հանրահավաքներ է խաղացրվել, ձերբակալվել են, նրանց ունեզրկել են։ Այլևս չեմ խոսում հայտնի լրագրող Տիգրան Հայրապետյանի ավտովթարի դարձյալ առասպելական հանգամանքներում մահը, այլևս չեմ խոսում Նոյան Տապանի եւ Ամեկ Պլյուսի փակելը, չէ, ասում եմ մի լրատվամիջոց է եղել եւ ընդամենը մի լրատվամիջոցի ղեկավար է ձերբակալվել, այն էլ բանակից խուսափելու համար, որը հիմա պատգամաբանի, կարծեմ խոսքս Արման Բաբաջյանի մասին է, որը նաև ղեկավարում է հանուն հանրապետության այդ քաղաքական շարժումը, ինչ անեք, կարող է այդպես էլ լինի, բայց այդ մարդը իր պատիժը կրել է եւ այսօր էլ լիուլի իրավունք ունի մտածելու մեր Հայաստանի հանրապետության խնդիրներով։ Դարձյալ շատ խնդիրներ, ինչ է կարծում, այսքանից հետո ինչպես է մարդը իրավունք վերապահում խոսել բանակից, խոսել երկրի տնտեսությունից եւ նույնիսկ հայմատության համար ես ասեմ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը 10 տարում բանակի վրա ծախսել է այնքան 10 տարում եմ ասում, որը կազմել է 8 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծախսերի բանակի վերաբերյալ 4%-ը։ Ասում եմ 4%-ը։ Տեսեք ինչ եմ ասում։ Ենք ավելացրել, չէ՞, արտաքին պարտքն ենք ավելացրել։ Ես երեք չառաջ օր այստեղ գալուց առաջ կարդացի մի հոդված, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետության համախառ ներքին պահուստները շվեյցարական, որը իպահ է տրված շվեյցարական բանկերին, կազմում է ավելի քան 5.5 միլիարդ դոլար։ Դուք պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Բա իհարկե, եթե հանրապետությունում կառուցվել է պատրաստվել է 6000 կիլոմետր
ավտոճանապարհներ, ասֆալտե ճանապարհներ, եթե կառուցվել է շուրջ 50 դպրոց, եթե կառուցվել է 120 մանկապարտեզ, եթե կառուցվել է այդքան շինություններ, տեսեք, եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարում են, որ Հայաստանում 8 տարվա մեջ գործարաններ չի կառուցվել։ Ես ասում եմ, Հայաստանում կառուցվել է Գագիկ Ծառուկյանն էլ այո, ասեմ ինչու համար, 14 ռազմաարդյունաբերական ոլորտի գործարաններ, 1 տասնյակից ավել վերամշակվող գործարաններ, 1 տասնյակից ավել հումքի նախնական ուրեմն գործարաններ, առնվազն 1 տասնյակ վերակառուցվել են, պրոֆիլը փոխվել է այդ գործարանը։ Իրենք գիտես ինչու համար են այդպես ասում, որտեվ իրանց մտածելակերպի մեջ, արժեհամակարգի մեջ, մենթալիտետի մեջ իրենց մոտ գործարան կառուցելը նա է, արտադրություն ունենալը նա է, որ փայ մտնեն, մասնաբաժին ունենան։ Այ եթե որևէ մի գործարանում իրենք մասնաբաժին չեն ունենում, այդտեղ իրանք չգիտեն ինչ է կառուցվել։ Դե գիտեք իրենց հիշում եք որ ասեցին Կարեն Սերոպիչի տղայի Ստեփան Դեմիրճյանի հետ կապված որ ասացին ընտրությունները կեղծվել է, Սերժ Սարգսյանը ինչ ասեց ցինիկաբար, ասեց դե մեր մենթալիտետը այդպեսինն է։ Իսկ հաջորդ իր ընտրությունների ժամանակ ասեց մենք ինչքան ուզենանք այնքան էլ կխփենք։ Արհամարելով ժողովրդի շահը, արհամարելով կամարտահայտությունը, արհամարելով մեր ընտրական օրենսգիրքը, Նաև Ռուսաստանի հետ կապված, եթե դա այդ է եղել, արտաքին քաղաքականության մեջ Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես ինչքան մնացել է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այդ տրամաբանության մեջ, այդ wave band-ը, երբ որ ասում են, դիապազոնը, չէ, ընդգրկույթը մնացել է այդտեղ, նա չի իմանում, որ այսօր այդպիսի գլոբալ աշխարհակաղակական կենտրոններ չկան, որ ասեն երաշխիքը մենք ենք եւ այլը։ Ռուսաստանը միայն մեկ դեպքում կարող է հայ ժողովրդի հետ հաշվի նստել, երբ որ Հայաստանը վարի եւ վարում է ուրեմն արտաքին քաղաքականության հետեւյալ սկզբունքը, հավասարակշռված եւ հավասարակշռման սկզբունքը, այլ տարբերակում որպես ինքնուրույն սուվերեն ինքնիշխան պետություն, մեր հետ որ կարող է հաշվի նստել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է մեծ եւ փոքր եղբոր հարաբերություն Ռուսաստանի հետ։ Իհարկե մենք չենք կորցնում։ Այսօր ես ինչքան էլ թունոտ լցվեմ Ադրբեջանի ղեկավարության հանդեպ, բայց ես պիտի ասեմ, որ այսօր Ռուսաստանը հաշվի է նստում Ադրբեջանի հետ միայն մեկ գործոն կա, որը բերում է հավասարի հետ բանակցությունների, դա Ադրբեջանի պետականության եւ Ադրբեջանի ինքնիշխանության դիրքերից Ալիևի պահվածքն է։ Եվ ասեմ Զելենսկին մի քանի օր առաջ էս մայիսյան մեր այստեղ կայացած խորհրդակցությունների ժամանակ եվրոպական քաղաքական ուրեմն համայնքի ներկայացուցիչների ժամանակ դրանից առաջ ժամանել էր Բաքու եւ պայմանագիր են ստորագրել 122 տրամապր չափի այդ հրթիռները Ուկրաինա մատակարարելու համար այդ հաուբիսները, այսպես ասեմ, դե թող հայտարարություն աներ Ռուսաստանը։ 2 օր առաջ էլ փոխվարչապետը Ռուսաստանի ժամանել է Ադրբեջան։ Այս է եղել ամբողջ բանը։ Հիմա ես այլևս դարձյալ շատ բաներ, երբ որ Պուտինը հայտարարում է, որ քաղաքական ապահարզան այդ դեպքում կլինի շատ ցիվիլ մակարդակով հայ ժողովուրդ նախ Պուտինը չի օգտագործում Հայաստանի Հանրապետություն Եզրույթը նա օգտագործում է հայ ժողովրդին այսպատ վիճակում դնել դա հայ ժողովրդի ինքը իրավունքն օգտագործելու միջազգային հարաբերություններում հայ ժողովուրդ տերմին չկա, կա Հայաստան եւ կա Հայաստանի Հանրապետություն։ Ինքը պարտավոր է ենթարկվել միջազգային հարաբերությունների ստանդարտներին։ Ուրեմն այդ չափորոշիչներին, որով առաջնորդում են պետությունների ղեկավարները։ Կարող է Թրամփը Չինաստանում ասել չին ժողովուրդը, պիտի ասել Չինաստան, չէ։ Կարող է Սի Ցզինպինը Թրամփին ասել Ամերիկայի ժողովուրդը, ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ճիշտ է թե չէ։ Հիմա ես ասում եմ ձեզ հետեւյալը, այդ մարդիկ չեն պատկերացնում, այդպիսի արժեքային համակարգ չունեն, նրանց հիմնական նպատակը իշխանության գալու 3 ուժերի։ Իրենց թալանածը, էժան ճանապարհով ձեռք բերած պահպանելն է։ Իսկ շանսեր ունեն, պարոն Սաֆարյան, եթե հետևում եք այդ ամենի շանսեր ունեն, որովհետև հատկապես խոսակցություն կա, որ նրանց միտինգներին, այսպես ասած, հանրահավաքներին շատ արցախցիներ են մասնակցում եւ ես դրա մասին էլ կանդրադառնամ իմ մասնակցության հետ վերջին հարցին, հիմա ես ասեմ
նրանց շանսերը, քանի որ մեկ հարցազրույցի ձևաչափով շատ դժվար է դրան անդրադառնալ, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու հաղթահարի ուրեմն 8%-ի շեմը։ Գագիկ Ծառուկյանը կցորդով, ինչպես ասում են, բուքսիրով, հա, կարող է մի կերպ հաղթահարել 4%-ի շեմը։ Նրանցից առավել շահեկան դիրքում կգտնվի Ուժեղ Հայաստանը, բայց ես պիտի ասեմ, որ Ուժեղ Հայաստանը նման քարոզարշավի պայմաններում ավելի նենք երևույթներ են հայտ գալու հակապետական վանկարկումներ, կաշառքի դրսևորումներ եւ այդ ամենը բերելու է նրան, որ գործի անցնելու իրավական համակարգը, սահմանադրությունը եւ Հայաստան Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մնացած կուսակցությունները սպասվում հենց ընտրությունների։ Այո, իհարկե, ինչի մասին է խոսքը։ Մնացած դուք պատկերացնում եք այսպիսի քաղաքական մեկնարկ նախընտրական դա լիներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիների նախագահության կամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Եվ այսօր էլ դրանք ժողովրդավարությունից դժգոհ են, ժողովրդավարությունից դժգոհ եք, որովհետև ձեզ համար հասանելի չէ, ձեզ համար հասանելի է ծեծելով մարդ սպանելը հանրային վայրերում, ձեզ համար հասանելի է պետության ղեկավարության գլխատումը։ Հիմա ես հստակ կերպով ասում եմ, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Հայաստանի դավադիր իշխանությունները, անհրաժեշտության դեպքում անուններ էլ պիտի տանք, քանի որ դա ձեռնտու է եղել օրվա Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դարձյալ կարող են կանոններ տալ։ Այսքանից հետո ես ասում եմ, որ հանրապետության կառավարությունը մի գործառույթ ունի ամեն ինչ նպատակաուղղել պետության պահպանմանը, պետականության շարունակական զարգացման եւ հզորությանը։ Գալով եկեղեցուն, քանի որ եկեղեցու հետ կապված, ես նաեւ այլ հարցազրույց եմ տալու, հայ եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, օրվա քաղաքական կուսակցությունը ունի պատկառանք վերաբերմունք, ունի մեծ հարգանքով վերաբերմունք, որպես հայ ժողովրդի ավանդական արժեքները պաշտպանող, հայ ժողովրդի ինքնությունը շարունակող մի ուրեմն ամեն ինչից վեր մի ազգային ուրեմն հիմնարկություն, որի մեջ բարոյական արժեքներով, որի մեջ իր շնաբարով վարքագծով չի տեղավորվում ուրեմն ճակերտավոր Գարեգին առաջինը եւ նրա խամաճիկ սրբազանները, որոնք զբաղված են անբարոյականությամբ եւ տարբեր գործերով։ Չորակավորենք ամեն դեպքում։ Ես ասեմ սա է եւ որը զբաղված է հակապետական դավադիր գործունեությամբ, սա էլ համարվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Ուժեղ Հայաստանի իշխանափոխության, այսպես ասեմ, դավադիր գործունեության գործիքակազմերից մեկը, բայց կարծեք թե արդեն հնամաշ գործիքներ են, որովհետև արդեն մեր այսպես կոչված վեհապարը իր հանրային հեղինակությունը զրոյից իջեցրել է, շեմը զրոյից իջեցրել է։ Պարոն Սաֆարյան, եթե այս քարոզարշավի ամբողջ պատկերը նկարագրենք, ամփոփենք, ինչպիսին է։ Տեսեք, ուժեր կան, որոնց ես կուզենայի տեսնել խորհրդարանում, ցավոք սրտի այդ ուժերը չեն հաղթահարելու, այո, 2-3%։ Միգուցե ես իմ ցանկությունս նա է, որ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը եւ այնտեղ շատ մարդիկ, որոնք իմ ընկերներն են, միգուցե ես նրանց տեսնեմ։ Իմ ցանկությունս այն է, որ այնտեղ տեսնեմ նաեւ Եվրոմիության ուղին բռնած Հանրապետության կուսակցության ներկայացուցիչներին, բայց կարծեք թե չնայած ես ուշով չեմ հետևում նրանց գործունեությանը, բայց ես ինքս պիտի ասեմ, որ ինքս շատ լավ կզգամ, եթե նրանք անցնեն խորհրդարան, որովհետև նրանք էլ որ ասում են Ռուսաստանի մեծ թշնամի ենք դարձել, Ռուսաստանին ով է թշնամի դարձրել։ Ուրիշ ոչ մեկը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ այնպիսի հստակ պատկերացում չունի պետականամետ այդ 4 նախագահների, այդ 3 նախորդ ուժերից, քան ուրեմն Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գանք նաև անձնական խնդիրներին, չէ, վիրավորանքներ, ոչ հանրային եթերի բառապաշար, ընդ որում երկու կողմերն էլ
Հասարակական քաղաքական հանդիպումների շրջանակներում ուրեմն անթույլատրելի Ստոկվորդի բառամթերքի օգտագործում ընտանիքներին կպնել եւ այլ եւ այլ։ Նախ ընտանիքների վերաբերյալ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը իր բարոյական կերպարով բոլորից առանձնանում է իր բարձրության վրա գտնվելով։ Նրա որդիները, նրա զավակները այսօր ընդգրկված են մասնավոր աշխատանքների մեջ, բոլորս գիտենք, որ նրա մեծ որդի, նրա որդի բանը Զավակը Աշոտ Փաշինյանը իր զինվորական ծառայությունը անցկացրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակում, մասնակցել է 44 իրապատերազմին, այժմ էլ աշխատում է, ինչքան գիտեմ, ինչ որ մասնավոր ստուդիայի ճաշարանում թե ռեստորանում։ Իր ուրեմն դստերերը աշխատում են դարձյալ մասնավոր կազմակերպություններում, այլևս չեմ խոսում, որ կաշառքի եւ չգիտեմ շահամոլության հետ կապված ինքը Նիկոլ Փաշինյանը որպես պետական գործիչ ընդամենը ֆանատ է, կույր հավատի կողմնակից մեր պետության նվիրված, ոտից մինչև գլուխ մեր պետությանը նվիրված։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ես ինչ պիտի ասեմ, այդ մարդը չէր պատկերացնում պետության ղեկավարման անհրաժեշտությունը։ Նույնիսկ ասեմ, Դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի մասին այնպես, որ կարծես թե նրան ոչ մի հարցում պետք չէ մեղադրել, հա, պարոն Սաֆարյան։ Իսկ ով ասել, որ ես ժողովուրդը չէ, որ նրան մեղադրում է զոհերի Հիմա ես դրան կանդրադառնամ, հիմա ես դրան կանդրադառնամ։ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին զբաղված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիչների վաճառքով 1996-1998 թվականներին։ Եվ գիտեմ, որտեղից էր վերցնում, որտեղ էր վաճառում։ Երբ որ պետության վրա մի ակցիզային դրոշմանիչի իր հարկերով նստում էր 1200-1500 դրամ, ինքը վաճառում էր 50 դրամով։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատի մասին ես այդքան երևակայություն չունեմ, ֆանտազիա չունեմ, որ նկարագրեմ նրանց կատարած հանցագործությունները, սպանությունները, թալանը, հարստացումները, նրանց վարորդները։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ մասին խոսում եւ ասում է պետք է բանտում լինել։ Այդ դեպքում հիմա ես ասեմ, այո, Նիկոլ Փաշինյանն նաև շատ է սխալում, երբ որ ասում է 5-րդ Շարասյանը պիտի ջարդենք։ 5-րդ Շարասյանը 6 տարի է մենք ասում ենք, վաղուց պիտի լիներ համապատասխան, որտեղ եթե 5-րդ Շարասյանը ծավալում է դավադիր եւ դավաճանական գործունեություն, մենք իրավունք չունենք նրանց հետ առնչվենք հանրային վայրերում։ Նրանց ուրեմն գտնվելու վայրը քրեակատորողական հիմնարկներն են եւ նրանց ելույթների վայրը դատարաններն են, ուրիշ ոչ միտեղ, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանի տղաները բանակում չեն ծառայել։ Ռոբերտ Քոչարյանը 2008-2018 թվականներին մեկ կամ երկու անգամ է եղել Ղարաբաղում եւ հիմա սրտաճմլիկ երեխային ցույց են տալիս, ասում է ես Ղարաբաղ եմ ուզում, ինքը ասում է ես էլ եմ ուզում Քոչարյանը, գնա ծառայ իր անտեղ, գնա մնա իր անտեղ։ Ռոբերտ Քոչարյանը, որ ընտանիքը այսօր նաև զբաղված է ստվերային բիզնեսով։ Մեղրու նախկին տխրարչակ քաղաքապետի հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում ես դա էլ կասեմ։ Գալով մնացած ընտանիքներին, չէ, ես սրանից հետո դուք կարող եք ինձ ասել, որ հաջորդ իմ հարցազրույցի ժամանակ բերեմ 5 հատ փաստ։ Եվ այլևս չեմ խոսում, կադրային քաղաքականությունը ասացի, բյուջեի թալանի մասին ասեցի, դուք պատկերացնում եք նրա ժամանակ, ասենք, վերահսկողության ծառայության պետը եղել է Վահրամ Բարսեղյանը։ Սերժ Սարգսյանը նրան նշանակելով հարկային ծառայության ղեկավար, ընդամենը 2 ամիս հետո, գիտեք ինչպես է նրա հրամանը տվել։ Այդ հրամանը տալու ժամանակ թերթը պատրվել է, այդ թուղթը, որովհետև մի քանի միլիոն կոռուպցիոն սկանդալ է, կոռուպցիոն ռիսկ է եղել այդ թափթփուկի գործնեության մեջ։ Եվ այդպիսի շատ դեպքեր։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյան, ունեցել է Նիկոլ Փաշինյանը սխալներ, ունի այսօր սխալներ, տասնյակ, հարյուրավոր։ Քարոզարշավի ընթացքում Այո, քարոզարշավի ընթացքում համբերության բաժակը լցում է, գիտեք իրեն ինչ բառերով են դիմում, իբր Ալիևը ասել է հարբեցող ծաղրացու, մեկը ասում է թուրքի համբալ, մեկը ասում է ընտանիք չունեցող, ես ասացի ինչպիսի ընտանիք եւ ինչպիսի ավանդույթներով հայտնի եղել էր ընտանիք, ես նաև հատուկ Իջևանում ես ունեմ հարյուրավոր ընկերներ, բոլորին հարցրել եմ, որոնցից մեկը եղել է նշանավոր բժիշկ, մեկը եղել է ոստիկանության պետ, քրեական ծառայության պետ, ասել եմ ինձ մենակ ճիշտն ասեք իր ընտանիքի մասին։ Եթե ասում եմ այնպիսի մի բան լիներ, որ այստեղ բացի ավանդական ընտանիքի այդ սկզբունքներից ես
Համոզված եղեք այստեղից ես կհայտարարեմ։ Այդ դեպքում այդքան ընտանիքասեր մարդ ինչպես Ծառուկյանն է ասում, ինչու է այս քարոզարշավի ընթացքում իրեն թույլ տալիս հենց ընտանիքի անդամներին, նույն Գագիկ Ծառուկյանի Ասենք որդու ինչ հետ ասում, եթե Գագիկ Ծառուկյանի որդին կարող է այդքան սանձարձակ կերպով չափը անցնել, հանի ատրճանակը հանրային վայրերում Բայց դա քարոզարշավի ժամանակ են օգտագործում այդ դա հայտարարությունները։ ինչու՞ միայն հայտարարություն, ինքը նաև Նիկոլ Փաշինյանը դրա համար աշխատանքից ազատեց իրավական համակարգի ուժային կառույցներից մեկի ղեկավարին։ Եվ ինքը նաև այնտեղ շանգլուխել է հայտնաբերել, դրա մասին շուտով կիմանաք։ Ինքը այնտեղ եւ եթե այդ ուժային եւ եթե Գագիկ Ծառուկյանը ասում է մենք Լուկաշենկոյի հետ ընկերներ ենք, Լուկաշենկոն էլ չէ այդ տականքը հայտարարում է, որ մենք մասնակցել ենք Ալիևի հետ միասին Արցախը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելով, ճիշտ է թե չէ։ Ուրեմն ես էլ հաստատ կերպով համոզված ասում եմ, որ դրան մասնակցել է նաև Լուկաշենկոյի ընկեր Գագիկ Ծառուկյանը։ Եթե այդպես է։ Հիմա ունեցել է Նիկոլ Փաշինյանը սխալներ։ Հայաստանի քաղաքական էլիտայի սկսած 1990 թվականից մինչև 2026 թվականի մայիսի 18-ը ներառյալ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտության 44-օրյա պատերազմի պարտության մեջ ես մեղավոր եմ։ Միակ մարդը ոչ մեկը այդպիսի բան չի ասում։ Դա եւս խոսում է իր ուրեմն պատասխանատվության մասին եւ իր պատրաստականության մասին, որ պատրաստ է կրելու իր պատասխանատվության բաժնի չափ, չգիտեմ ցանկացած ուրեմն մեղքի իր բաժինը ընդունելու։ Դե թող մյուսները ասեն։ Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կազմում է Լեռնային Ղարաբաղը եւ հիմա քարոզարշավի ժամանակ ուրեմն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը հայտարարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա բոլոր արտգործնախարարները, բոլորը անխտիր եւ գլխավոր խորհրդականը, մեկը կա, որին հանվարում եմ կամավոր մահմեդականություն ընդունած մարդ, Ժիրայր Լիպարիցյանը, ընդունել են Ռոբերտ Քոչարյանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանի արտաքին գործոց նախարար Նալբանդյանը եւ բոլոր նախարարները Նիկոլ Փաշինյանի։ Նույն Արա Այվազյանը, նույն Զորաբ Մնացականյանը բոլոր անխտիր ընդունել են, հիմա էլ առանց ամոթի խայծը զգալու Արա Այվազյանը միացել է Գագիկ Ծառուկյանի ապագա Հայաստանին, Բարգավաճ Հայաստանի քաղաքական շարժմանը դառնալով պատգամավորության տեխնացու հանրապետական ընտրություններում։ Ես ուղղակի ասենք իմ համար մի քիչ զավիշտի դաշտից է էլի։ Արա Այվազյանին ես հարգել եմ որպես գրագետ մարդ, Արա Այվազյանին ես ընդունել եմ որպես մեր հանրապետություն ներկայացնող մի քանի երկրներում արտակարգ եւ լիազոր դեսպան։ Մարդիկ ոնց են թույլ տալիս, ասենք լափամանից լափաման, գերակրատաշտից գերակրատաշտ, ուրեմն սիկոֆանտներ, պնակալեզներ, սաթելայթներ դառնան, ասենք գրպանից գրպան։ Գլուխը քարը որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում այդպիսի մի տասնյակ տնտեսագետներ կան, որոնք նույնիսկ տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, որտեղ իրանց պետական գործունեության մեջ իրանց գլխավոր նպատակը եղել է կաշառքը, շահամոլությունը, զրպարտանքը, նենգասպառնալիքը։ Հիմա ունի Նիկոլ Փաշինյանը սխալներ։ Ասացի, ես վերջացնում եմ։ Այո, ունի տասնյակ սխալներ։ Հակակոռուպցիոն քաղաքականության մեջ անհետեւողական լինելը, իր ավելորդ հանդուրժողականությունը, ներողամտությունը, անիվի հարցով ինքը մինչև էր պիտի հետևողական լինի, նախագահը հիշեցնում է անիվի ես դա ասում եմ, նաև պիտի թափանցիկ լինի կառավարության գործունեությունը ավելի, լրագրողները ինչից են Նիկոլ Փաշինյանից դժգոհում, դուք եք լրագրող, ձեզ հարց են տալիս։ Եղել է մի բան, որ կառավարությունը կամ այդ քաղաքական թիմը ձեր հանդեպ որևէ, ասենք, ինչ-որ տեղ, ասենք, կապանքներով ասեմ, չգիտեմ, որևէ մի բան, ասենք, խոչընդոտի կամ ակնարկներ, ուրեմն մենք ունենք ժողովրդավար պետություն, որ այսպեսին չի եղել 36 տարվա ընթացքում։ Հիմա ձեր հարցին ես լսում եմ, խնդրեմ, սիրով։ Դուք Ղարաբաղյան շարժման ակունքներում եւ հիմնադիրներից մեկն եք։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին լսել չի ուզում։ Ինչպես եք դուք կարողանում համատեղել ձեր այդ սկզբունքները, ձեր մեջ մերցնում եք այդ ամենը հանուն Նիկոլ Փաշինյանի այսօր, թե հանուն որտեղ եք գտնում այդ անհաշտության եւ հաշտության եզրերը։ Ես առաջին հերթին վիրավորված եմ տասնյակ հազարավոր իմ համերկրացիներից,
որոնց այսօր էլ ես իրենց պաշտում եմ, բայց քանի որ հարազատը հարազատից կարող է վիրավորվի, որ իրենք իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել այն ժամանակ, երբ որ տեսել են Ղարաբաղում իշխանություն չի եղել։ Մեր ժողովուրդը Ղարաբաղում ապրել է գերու եւ պատանդի կարգավիճակում։ Երբ որ այդ գեներալիտետը վխտել է, աչքի է ընկել այրուն ռուժ գործունեությամբ, սպանություններով, օգտագործելով իրենց հեղինակությունը ձեր բերած հաղթանակների մեջ, այնից այդ հաղթանակների իրական կռոհել է մեր ժողովուրդը, մենք մեր տանել ունենք ազատամարտիկ, ասենք իմ հարազատ եղբայրը իմ համար սրբություն է, իմ ծնողն է, բայց ասենք մենք մի տասնյակ անգամ հանդիպումներ ենք ունեցել տարբեր ձևաչափերով, մարդիկ ասում են, ոնց կարող է ԱԱԾ-ի գնդապետը կամ ազգային հերոսը կամ մարտական Խաչատրյանի իշխանանշանակիրը այսքան համեստ լինի։ Եվ այսքանից հետո ռուսական այսպես նարատիվներով, կեղծ նարատիվներով, որ իբր Քոչարյանը ռուսների հետ եւ այլը կգան էս կանեն, են կանեն, եւ այսքանից հետո հիմա ինձ ասում են արցախցիները պետականամետ են, երախտամոռ են, որովհետեւ մենք տեսանք, որ Հայաստանի կառավարությունը ինչ արեց բռնի տեղահանվածների նկատմամբ, ու նույնն է շարունակում է, եւ այդ քաղաքականության մեջ ես էլ ունեմ իմ բաժինը, իմ առաջարկություններով, ով դուք լավ գիտեք դրա մասին, եւ դա շարունակվելու է, ես ասում եմ, դրանք մոլորիալներ են, ընդամենը մի քանի հազար մարդ են, այդքան էլ չկան, նույնիսկ ես շատ ասացի, եւ ընտրություններից հետո իմ գործը լինելու է այն, որպեսզի Արցախցին, ինչպես որ պաշտել է պատմության մեջ իր պետությունը, պետականությունը, իր ազգը, նույն ձևը շարունակելու է։ Ինչ է կարծում, Արցախում ինչ եկեղեցի։ Առաջնորդը զբաղված է եղել թալանով, առաջնորդը զբաղված է եղել գազալցման կայաններ կառուցելով, Պարքև Սրբազանը, Այսինքն նկատի ունեք, որ ձեզ համար Ղարաբաղյան շարժումը, Արցախի հարցը, Արցախահայության յետ վերադարձը փակված չէ։ Բացառվում է, ինքը որպես կառավարության ղեկավար իրավունք ունի այդպես ասելու, որովհետև ինքը գնում է համապարփակ կայուն խաղաղության հաստատման տարածաշրջանում եւ անվտանգային նոր համակարգերի ներդրմանը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության ղեկավարն է, իսկ Գագիկ Սաֆարյանը ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար է, որը տեսնում է ովքեր են եղել հայերը թուրքական կայսրության ժամանակ, օսմանյան կայսրության ժամանակ, ինչպես է ստեղծվել Սուլթան Մահմուդ II-ի կողմից Միլլի հոկումեթի տալով Միլլի հոկումեթի ազգի կոչում եւ ստեղծելով Պոլսոյաս պատրիարքությունը, դեմեր էս հորժորժված ճակերտավոր թուրքագետները, որոնք դոկտոր պրոֆեսորներ են, թող դրա մասին խոսեն, որ ասեն Թուրքիայում ավելի շատ ենք մենք ունեցել միլիոնատերեր եւ ասեն ինչպես է ընդունվել 1862 թվականին Արեմտահայերի ազգային սահմանադրությունը, բայց դե սա այլ առանձին թեմա է։ Ես հենց այստեղից գնալու եմ Գավառ տեղահանված բնակիչների հետ հանդիպելու, ոչ քարոզչական տրամաբանության շրջանակներում, այլ նրանց կարիքներին ականջալուր լինելու համար։ Գավառում եմ լինելու, մեր մյուս երկու խմբերը լինելու են Մարտունիում եւ Սևանում, հաջորդ օրը ես լինելու եմ Կոտայքի մարզում եւ այսպես շարունակ բոլոր մարզերում։ Ես ասում եմ, իմ գործունեությունը արցախցիների հետ կապված քարոզչական դաշտում նախընտրական տրամաբանության հետ չի առնչվելու, բայց ես որպես քաղաքացի, այո, ունեմ որպես քաղաքական ակտիվություն դրսևորող մարդ, որը ունի 40 տարվա կենսագրություն այդ դաշտում, ընդ որում այնպիսի կենսագրություն, որի մասին շատ-շատերը կերազեն, սակայն ես երբեք չեմ, ոնց են ասում, հաստատման, ինքնառեկլամի, չէ, սելֆ-շոուով չեմ զբաղվել, բավական չէ, որ ձեզ ասեմ նոր-նորքում, Ավանում, ինչքան ընտրություններ են եղել մինչև 2002 թվականը, 3 թվականը, ես լինելով շտաբի պետ, նախընտրական, ունեցել եմ հաջողություններ, ուրեմն միայն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է եղել 58% երկրորդ փուլում, երբ որ Կարեն Սերոպիչի հետ հավասար պայքարում ինքը ունեցավ հաջողություն, մնացած բոլոր ազգային ժողովի ընտրություններում, տեղական ինքնակառավարման ընտրություններում ունեցել եմ ավելի քան 70-ից 80% առավելություն։ Եվ դրա մասին գիտեն այդ անձերը, այսօր էլ ես նաև Ավանում եմ ունենալու ակտիվություն, հոգուտ քաղաքացիական պայմանների կուսակցության եւ իմ բոլոր համակիրներին, ես մեկ-մեկ նայում եմ նաև Նոյան Տապանով էլ տարբեր
հերոստակայքերով եւ հերոստանգերություններով նայում եմ, տեսնում եմ իմ ուրեմն հետևորդների քանակը ասեմ կամ իմ ունկնդիրների քանակը անցնում է մի քանի 100,000-ը եւ այո ես անպայման կոչելու եմ, որովհետեւ այսպիսի ընտրություններով, այսպիսի ձևաչափով տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը եւ իմ կողմից քաղաքական այս ուժին աջակցելը ես համարում եմ անվարան սատար կանգնել Հայաստանի պետականությանը։ Ես համարում եմ Հայաստանի պետականության համար ներկա քաղաքական ուժի գործունեությունը ծանր ու թեթև անելով բոլորից որակապես տարբերվող։ Ասել, որ կա սրանից լավ ուժ քաղաքական, ազգային, պետական, որին ես կարող եմ անդամակցել կամ անվարան նվիրվել, չկա։ Եթե լիներ ավելինը, քան այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, ես կունենամ այլ վերաբերմունք, բայց ես ասում եմ առ այսօր սա է ու նաև ասեցի անհրաժեշտության դեպքում եւ վարորդական իրավունքների հետ կապված եւ բանակի պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց 1.5 տարի սարքելը եւ պարտադիր ապահովագրություն առողջապահական ես մի քանի անգամ ասել եմ ես ուղղակի Անահիտ Ավանեսյանի հետ շփվելով կամ ինքը հիմա կարծեմ քարոզչության մեջ իր օգնականի հետ եմ աշխատում Տիկին Մարի հատկապես արցախցիների հետ կապված հարյուրավոր խնդիրներ եմ լուծում նաև սոցիալական ինչա կոչում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Տիգրան Արսեն Թորոսյանի վաղ իմ հանդիպումն ալնելու փոխվարչապետ ուրեմն պարոն Տիգրան Խաչատրյանի հետ դարձյալ այսպիսի հարցերի շուրջը չգիտեմ այլևս չեմ խոսում կրթության ԿԳՄՍ նախարար Տիկին Անդրեսյանի հետ ուրեմն համագործակցության առաջիկայում սպասվելիք այլևս չեմ խոսում արդարադատության նախարարության հետ որովհետև նաև ես պիտի հանդիպեմ ներքին գործերի նախարարի հետ եւ արդարադատության նախարարի հետ ոչ միայն վարորդական իրավունքների հետ կապված որովհետև Դե կարծես թե ինչ որտեղ Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների բայց թե սա բացարձակապես նախընտրական տրամաբանության հետ կապ չունի այսինքն եթե 3 միլիոն հավաստագրերը արցախցիներին դառնում է 4 միլիոն բա որ չաներ կասեր չեր անում արամարել է արցախցիներին բա բանակը 2 տարի է դարձել է 1.5 տարի կասեն Ալիևի պահանջներ են ուրեմն գլուխները պատով են տալիս իրենք ավելի շատ Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայր Ալիևի խամաճիկը կոմերցիոն աշխատողը եւ Սերժ Սարգսյանն էլ հետը միասին հիմա մեկ ուրիշ բաներ կարող եմ ասել այլևս այսպիսի արտոնություններ կապված նաեւ թոշակների բարձրացման հետ հիմա ինչ անեք բաց սպասի տունու նստի ընտրությունները անցնի հետո անցնի սրանք ասեն ոչ մի բան չի անում եւ ելի շատ խնդիրներ ես կարծում եմ նաեւ արդարադատության նախարարի հետ եմ պայմանավորվել նաեւ առաջարկություն եմ անելու քանի որ դուք բոլորդ գիտեք այդ այսպես կոչված ճակերտավոր ոչ հեղինակավոր կամ ոչ մեծ իմիջ ունեցող դրական առումով դահակում կան հարյուրավոր միլիոններով պարտքեր անչազուրկ մարդկանց նույնիսկ մի քանի միլիարդի պարտքեր միգուցե կառավարությունը եւս անսա ինչպես հասարակական կազմակերպություններին այնպես էլ մեր ժողովրդին այդ պարտքերի մի որոշ մասը ինչպես են ասում չեղարկի կամ ջրի չէ մի քիչ կոպիտ ասացի հա ջրի հա եւ էլի լինելու են այդպիսի բաներ կրթական ոլորտում այսինքն ես ասում եմ որ այսպիսի կառավարություն ժողովրդի եւ պետության շահերի գիտակցող 36 տարվա ընթացքում մենք չենք ունեցել վերջին հաշվով ասում եմ ընտրություններում մոտավորապես նշмарվելու է քաղաքական որոշումներ անցնելու իշխանությանը ազգային ժողովին բայց ես պիտի ասեմ որ այդ 3 ուժերի ուրեմն միագումարը նայն է Ռուսաստան դարձնել այստեղ նահանգ, որտեղ ռուսական նահանգ, որտեղ Պուտինը նաև հայտարարեց, որ քաղաքական ապահարզանի դեպքում էլ հետագայում թող իրենք հաշվի առնեն Ուկրաինան էլ փորձեց միանա Եվրոմիությանը, չէ, դա ցինիկ, դավադիր, սպառնալից հայտարարություն։ Մեր պետությունը ասում է Եվրոպան եկավ այստեղ, խոսեց դատարկաբանության։ Գագիկ Ծառուկյանը դա մի քաղաքական գործի չէ, այսպես ասած որը ներդրել մասնակցել է հյուսիս արավ ճանապարհի կառուցմանը
եւ ներկայումս մի քանի տասնյակ միլիոն դոլարին հասնող կոռուպցիոն ռիսկերով նրա գործերը եւ իր աշխատակիցները գտնում է դատարանի, բայց հստակ կերպով որ ասեմ, Գայիկ Ծառուկյանը չգիտի հյուսիսը որն է, հարավը որն է։ Գայիկ Ծառուկյանը չգիտի մեր ազգին նետած մարտահրավերները ինչ է նշանակում, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը ասում է թուրքերը Սևանին ասում են գոչայ։ Նա նույնիսկ չէ կարող ժողովուրդը շփվում է, դու պիտի ասես գոկչա, կամ ասում է բանը արտագաղթ է գնում։ Ինչ, որովհետեւ գիտեք ինչ է Ռոբերտ Քոչարյանը ասում Գևորգունիքի մարզը արտագաղթել, որտեղ այդ մարդու մենթալիտետը իր ժամանակ ժողովրդագրական դեմոգրաֆիկ խնդիրներ ասելով նկատի ուներ ասում է դպրոցները փակում եք որովհետև դպրոցները ես դա եմ ասում յուղերն են դատարկում ուրեմն ես ասում եմ դա իր մենթալիտետը նա է եղել որ ասում է իմ ժամանակ աղքատությունը այսքան եղել որովհետև 1 միլիոն աղքատ մարդ ընտրել է գաղթի ճանապարհը մեր համար պանդխտությունը դարձել էր կենսակերպ պանդխտությունը հիմա եթե մենք չգնանք մեր պետականությունը հզորացնելու ճանապարհով մենք վեր ենք հացվելու մի պանդոխտ ազգի, գնչուական ազգի, թափառական ազգի կամ աստանդականության։ Մի տերմին կա միջազգային, որը կոչվում է վագաբոնդիզմ։ Իսկ գալով այս երեք քաղաքական ուժերի շոուներին, նրանց մասնակցության, ապա ես սա համարում եմ էկվիլիբրիստիկայի ժանրից, հայերեն մի լավ բառ կա, լարախաղացության ժանրից կամ ավելի հայերեն ասեմ ճակերտավոր սրանք բոլորը միասին վերցրած քանդրբազներ են, որոնք ուրացել են իրենց կատարած սպանությունները, դրա համար այդ երեքը իրավունք չունեն օգտագործելու Հայաստան բառը։ Տիպիկ է Հայաստան դաշինքին, որի հիմքում ընկած է քաղաքական հենարան դաշնակցությունը, եւ պիտի նրանք ամոթ ունենային ընդամենը, ուրեմն ասա էլ պիտի ասեմ Հայաստանի մինչև 2018 թվականը Հայաստանի բոլոր կոալիցիոն կառավարությունները Լեոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել են ամենախայտարակ, ամենակոռումպացված, ամենավոչ կոմպետենտ կառավարությունները։ Այլ բան չեմ ուզում ասել, իսկ Հայաստան բառը օգտագործում են Ռոբերտ Քոչարյանին լրի բնութագրական է Սպանդի Հայաստան կոչվելը, Գագիկ Ծառուկյանին լրի բնութագրական է Թալանի եւ անգրագիտության Հայաստան կոչվելը, Ուժեղ Հայաստանին լրի բնութագրական է լակեյների օտար երկրյա գործակալների եւ օտար ուժերի պաշտելի լրիվ Հայաստան կոչվել է այսօր 102-րդ ռազմաբազան Գյումրիում ինչ է մի կատարյալ թյուրիմացություն 4000 զորք պիտի լինի օրենքով, բայց կարծեմ այնտեղ այդքան չկա, որտեղ բոլորը ուղարկված է ուկրաինական ճակատ։ Հիմա ինչ է կարծում, այսքանից հետո, եթե մեր երկիրը տեր է կանգնում, մեր կառավարությունը իր ժողովրդին ուժեղանում է պետականությունը, բանակը, նոյեմբերի մայիսի 28-ի զորահանդեսը ցույց է տալու, որն է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ բանակը, որն է լինելու մեր ապագայի բանակը, իր ռազմատեխնիկական վերազինման մակարդակով, բանակի մարտունակությամբ, կենցաղային պայմաններով, զինվորականներին սկսած շարքային զինվորներից, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնող զինվորներից, ավարտված պայմանագրային զինվորներից, ավարտված բարձր սպայակազմ, գնդապետ մինչև գեներալիտետ, ինչ պայմաններում են նրանք ապրում, ինչպիսի աշխատավարձ են ստանում։ Ես դարձյալ նորից եմ ասում, այսքանով մենք չպիտի բավարարվենք ձեռք բերածով։ Բայց ես ընդամենը մի բան կարող եմ ասել, եվրոպական շատ երկրներ, դե ես այլևս չեմ խոսում այս միջնադարյան մեր նախագահների Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, կերազեին, որ մենք ունենայինք այսպիսի առողջապահական համակարգ։ Ես տեսնում եմ, չէ՞ ինչպես են աշխատում։ Ես տեսնում եմ հիվանդանոցների լիքն են, բայց տեսնում եմ, որ մարդիկ չեն բողոքում, հերթ են կանգնում եւ օգտվում են իրենց հասանելիք այդ պետության կողմից հատկացված արտոնություններից։ Ասել, որ այսքանից հետո եւս չկա սխալներ, կարող եմ հարյուրավոր սխալներ շեշտել, բայց այս սխալները աշխատանքային են, շտկվող են եւ վարչապետը բոլորից եւ ոչ միայն վարչապետը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ կառավարության շատ անդամներ հասկանում են, բայց նորից եմ կրկնում, սրանք համեմատել այդ երեք ստոր մարդասպան հակահայ, ուրեմն կախված
կառավարությունների հետ միաժամանակ ես ասեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ մեր երկիրը եղել է գաղութային կախման երկիր։ Նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վերջ ասում են դա եղել է, ինչպես ասում են, dependent state, կախյալ պետություն։ Հիմա իրանք չեն ուզում մենք դառնանք, Պուտինը սա համարում է breakaway republic չէ, անջատող պետություն, բայց այստեղ ունեն իրենց մեղքի ամենամեծ բաժինը։ Ժողովուրդը իր մեծ մասնակցություն ունեցել է երկրորդ աշխարհամարտին, իր զոհերով, ահա մենք դա ենք որպես պտուղ ստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանություններից, ուրեմն մենք նաև ամեն կերպ Ռուսաստանի հետ ունեցել ենք բարի պայմանագրային գործընկերային փայլուն հարաբերություններ եւ այդ ամեն ինչը ոչնչացրել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը։ Այլևս չեմ խոսում նաեւ մի քանի խամաճիկ հայերի մասին էլ պիտի ասեմ Մոսկվայից, որոնք մասնակցում են քաղաքական տարբեր շոուների, թոք շոուների եւ այլ, բայց ես պիտի ասեմ այստեղ ոչինչ վախենալու բան չկա, որովհետեւ ասում են շները հաչում են, քարավանը գնում է։ Այլ բան ես ասել չեմ կարող։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սաֆարյան, հետևենք իրադարձություններին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդ մեր եթերում, որից հետո արդեն հաղորդումը համարում ենք ավարտված։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։